Ողջունում եմ բոլորիդ ընկերներ ջան, այսօր աշխատանքային սեանսից ավարտից հետո ցանկանում էի իրականացնել կանխիկացում, որոշեցի նկարահանել այս process-ը եւ ցույց տալ կանխիկացման իմ մեթոդը։ Ընկերներ ջան, սա այն թեման է, որը ես 100%-անոց բացել լիարժեք չեմ կարող, քանի որ կան բազմաթիվ տարբերակներ եւ եղանակներ հաշիվը լիցքավորելու եւ կանխիկացնելու համար։ Նախորդ ասեմ, որ հաշիվը կարող եք լիցքավորել եւ կանխիկացնել մեկ տարբերակով, այսինքն եթե օրինակ ընտրել եք, չգիտեմ, տոնքոինը, լիցքավորել տոնքոինով, կանխիկացումը եւս կարելի թույլ է տալու իրականացնել տոնքոինով։ Սա կարող եք սկզբից հաշվի առնել, օրինակ, բայց եթե լիցքավորել եք բանկային քարտով կարող եք եւս կանխիկացում անել, բայց եթե ցանկանում եք օրինակ լիցքավորել բանկային քարտով կանխիկացնել օրինակ Binance Pay-ով, դուք պետքա Binance Pay-ով սիմվոլիկ օրինակ էստեղ մինիմումը $5 նորից դեպոզիտ անել, որպեսզի թույլ տա արդեն կանխիկացնել։ Սա իրենց այս պլատֆորմի վերիֆիկացիայի մեթոդներից մեկն է։ Ես օգտագործում եմ կրիպտոն, բնականաբար օգտագործում եմ USDT TRC20-ը։ Եկեք հիմա ես ցույց տամ ձեզ, օգտագործում եմ OKX-ը, OKX-ը ինչպես հանդես է գալիս էլեկտրոնային դրամապանակ որպես օգտագործելու, այնպես էլ հանդես է գալիս որպես բիրժա աշխատելու համար, բայց ես այն օգտագործում եմ արդեն 3 տարի է որպես ընկերներ ջան դրամապանակ կանխիկացման համար։ Այստեղից իմ աշխատած գումարը կանխիկացնելու համար։ Եկեք ես ձեզ հիմա ցույց տամ App Store-ում, որն է OKX-ի ճիշտ հավելվածը, սա OKX-ի ճիշտ հավելվածն է, որը որ կարող եք մուտք գործել ու արդեն ներբեռնել այս հավելվածը։ Մեկ րոպե ներողություն։ Սա OKX-ի հավելվածն է, բացում եք, ներբեռնում եք, բացում եք այս հավելվածը, ինչպես ճիշտ անցնել վերիֆիկացիան, կարող եք արդեն YouTube-ում փնտրել, ինչպես ճիշտ քայլերով վերիֆիկացիան անցնել, դիտել, ես ժամանակին նույնպես այդպես եմ արել։ Տեսեք ընկերներ ջան, մեզ հիմա պետք է այստեղից կատարեն կանխիկացում, ես մուտք եմ գործում իմ OKX-ի հավելվածը, ու այստեղ տեսեք կա внести депозит ռուսերենով է գրած, սլաքը դեպի ներքև, այսինքն պատկերացրեք պլատֆորմից դեպի ձեզ։ Սերվում եմ այստեղ ընկերներ ջան, ընդունում եմ USDT, հետո ընտրելու եմ Tron TRC20-ը, USDT-ի տարբեր տեսակներ կան, սա շատ կարևոր է, սա պետք է պահպանել, տալիս է ինքը ինձ QR կոդը, որով կարելի է գտնել հասցեն, ովքեր որ տեղյակ չեն, ես հիմա ձեզ համար հատուկ ընկերներ ջան կիրականացնեմ մեկ sense պարզ մակերեսային ծանոթացում, ընդունեք այս հասցեն, տեսեք այստեղ գրած է հասցե, ընդունեք այս հասցեն ընկերներ ջան որպես ձեր բանկային քարտի արժևի 16 թվերը որ կան, դրան նման է բաղկացած տառերից, լատինատառ եւ թվերից, հաջորդը մուտք են գործում ընկերներ ջան Pocket Option-ում կանխիկացման բաժին, մուտք եմ գործում կանխիկացման բաժին, ընտրում եմ այստեղից նույն TRC20-ը, տեսեք այստեղ կա ERC20, BEP20, բայց մենք օգտագործում ենք այստեղ մուտք են գործեք TRC20-ը, բնականաբար այստեղ օգտագործում ենք նույն TRC20-ը։ Եկեք նորից ընտրեմ TRC20, հաջորդը ընկերներ ջան, այստեղ մուտքագրում եք քանակը, ինչ քանակությամբ եք ցանկանում կանխիկացնեմ, ես կկանխիկացնեմ, եկեք $2464 կանխիկացնենք, որպեսզի բալանսում մնա կլոր $103,000։ Հաջորդը ընկերներ ջան, տեսեք, այստեղ արդեն մեզնամից պահանջում է USDT-ի TRC20-ի հասցեն։ Մեր հասցեն արդեն այստեղ ես բացել եմ, մուտքագրում ենք այստեղ հասցեն, 1-2 անգամ եթե այս եղանակը օգտագործեք, Pocket Option արդեն հիշելու է ձեր հասցեն, բայց եկեք ես հատուկ այս անգամ դա չեմ օգտագործի, սեղմում ենք այստեղ copy-ի կոճակը ու այստեղ արդեն տեղադրում ենք մեր հասցեն։ Հաջորդը այստեղ պետք է գրել աուտենտիֆիկատորի կոդը։ Գերներ ջան, այստեղ աուտենտիֆիկատորի կոդը տեղադրում ենք եւ սեղմում ենք բնականաբար continue, որից հետո ինքը մեզ տալիս է այս նամակը, որ ձեր կանխիկացումը իրականացվել է։ Այստեղ արդեն կարող եք տեսնել ձեր կանխիկացման օրդերը տեղադրված է, այսինքն նույն քանակությունը, հասցեն, որը որ կար արդեն OKX-ում, տեսեք նույն հասցեն,
Եվ TRC20-ը, որը որ ընտրել ենք, այստեղ ես ընտրել եմ միանշանակ TRC20-ը, USDT-ի կատարել ենք կանխիկացում ու արդեն սպասման ռեժիմը։ Հիմա եկեք ուղղակի մեզ մնում է սպասել, մինչև գումարը արդեն կփոխանցեն OKX ու արդեն կշարունակենք։ Ընկերներ ջան, մոտավորապես 20 րոպե անց կարող եք տեսնել մեր կանխիկացումը արդեն իրականացվել է, գումարը պլատֆորմը արդեն փոխանցել է մեր USDT-ի հասցեին, կարող եք տեսնել նույնիսկ 20 րոպե տենց չի տևել, ընկերներ ջան, մինչ գրաֆիկը փորձում էի նայել, այնտեղ ընդհանուր որևէ սիտուացիաներ նայել, փնտրել, ստացել եմ նամակը արդեն, որ կանխիկացումը իրականացվել է։ Հիմա այդ ընկերներ ջան, ձեզ ցույց տամ արդեն իմ հիմնական OKX-ում, տեսեք 2464 USD փոխանցել են, ովքեր որ չգիտեն, ասեմ USD Tens stable coin-ը, այսինքն $1 համարժեք է 1 USDT-ի, որքան փոխանցել եք դրան համարժեք էլ արդեն էսպես փոխանցվում է եւ երևում է դոլարով ընկերներ ջան։ Հիմա եկեք խոսեմ այստեղից հետո ինչպես է իրականացվելու իմ հետագա կանխիկացումը, ընկերներ ջան, գոյություն ունեն բազմաթիվ crypto changer, որոնց կարող եք գրել, պայմանավորվել իրենց հետ, փոխանցում եք այս գումարը իրենց crypto-ին, իրենց դրամապանակին եւ արդեն վերցնում եք կանխիկ դրամ, դոլար, եվրո, իսկ ցանկանում եք կամ բանկանի փոխանցում, ինչպես որ ցանկանում եք, ընկերներ ջան, սա արդեն կարող եք փոխանցել եւ ստանալ, ընկերներ ջան։ Հաջորդը ընկերներ ջան, ցանկանում եմ նաև նշել, ինչու եմ հատկապես օգտագործում OKX-ը, քանի որ ընկերներ ջան, տեսեք, նախ կրիպտոն օգտագործում, որովհետև ընդամենը 20 րոպե տևեց, միշտ չէ որ այսպես արագ է լինում, կախված է օրից, ժամից, կան ծանրաբեռնված օրեր, կան բնականաբար ծանրաբեռնված ժամեր, հիմնականում կանխիկացումները կատարում են երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, ամենամաքսիմալ ժամային դիապազոնը, որը որ սպասել եմ կանխիկացմանը, դա եղել է մոտ 8-9 ժամ, այդքան սպասել եմ ընկերներ ջան։ Հաջորդը, որը որ ցանկանում եմ ասել, ինչու OKX-ը, քանի որ այստեղ ընկերներ ջան կոմիսիան ֆիքսված 1.8 USDT է, նախկինում օգտագործում էի նաև ես Trust Wallet-ը, այլ բիրժաներ եւս օգտագործել եմ, OKX-ը հարմարավ նրանով, երբ ցանկանում եմ սա կանֆիկացնել, ֆիքսված միջինում 2 USDT, մաքսիմալը, որը որ տեսել եմ 3 տարվա ընթացքում եղել է 2.9 USDT կոմիսիան, անկախ նրանից փոխանցում եք մի քանի հազար դոլար, մի քանի 10,000 դոլար, թե մի քանի 100,000 դոլար, ֆիքսված լինելու է նույն միջինում 2 USDT։ Trust Wallet-ում օրինակ առանձին պետքա գնայիք Tron, որպեսզի կոմիսիան վճարեիք Tron-ով, դա հավելյալ այնտեղ խնդիրներ առաջացնում ինձ համար, ամենապրակտիկը ինձ համար տվյալ ժամանակաշրջանում դա OKX-ն է, ընկերներ ջան, որը որ օգտագործում են։ Այսպերից փոխանցելու եմ իմ crypto change-ի հասցեին, այնտեղից արդեն վերցնելու եմ կանխիկ ին գումարը։ Հիմա նաև եկեք ընկերներ ջան, ցույց տամ ձեզ ինչպես եմ լիցքավորում հաշիվը, ես հաշիվը չեմ լիցքավորում, ավելի ճիշտ կլինի ասել ինչպես լիցքավորել հաշիվը, ես մեկ անգամ լիցքավորել եմ, բայց օգտագործել եմ եւս բանկային քարտով եմ մեկ անգամ լիցքավորել, որից հետո արդեն անցել եմ կրիպտոյի, բայց կրիպտով եւս լիցքավորում արել եմ 2025 թվականի օգոստոսին, երբ ակաունտս փոխում էի, այս ակաունտում նոր դեպոզիտ անելիս օգտագործել եմ այո կրիպտո դեպոզիտ անելը։ Կրկին մուտք է գործում ֆինանսական բաժին, այս անգամ ուղակի կանֆիկացման փոխանը սեղմում եք ընկերներ ջան դեպոզիտի վրա։ Ձեզ տանում է բնականաբար SH-ը, որտեղ որ կան շատ եւ շատ տարբերակներ, եթե օգտագործում եք Tron TRC20-ը, սեղմում եք Tron TRC20-ի վրա, ընտրում եք քանակը, որքան եք ցանկանում կատարել դեպոզիտ, ու գրում եք պրոմո կոդը, եթե ունեք, տալիս է ձեր դեպոզիտի, այս պրոմո կոդը տալիս է ձեր դեպոզիտին պլյուս 50%, բոնուսը ընկերներ ջան կանխիկացնել չեք կարող, բոնուսը հիմնականում ձերն է դառնում աբարոտից հետո, չգիտեմ 50 անգամ ավել աբարոտից հետո, թե 50 անգամ ավել գումար աշխատելուց հետո։ Սեղմում եք continue and pay, տեսեք ընկերներ ջան, հիմա որ բաժին եք այստեղ մտնում եք ուրեմն այս նույն edge-ը, եթե կանխիկացման ժամանակ դեպի slack ներքևեր ես անգամ դեպի վերև, այսինքն вывести средства ռուսերենով որ գրած այստեղ սեղմում եք այստեղ ընկերներ ջան, մշում եք ձեր USDT, մեկ վայրկյան,
Նշում եք ընկերներ ջան ձեր USDT-ն, հաջորդ էստեղ նշելու եք բիրժա on-chain, սեղմում եք էստեղ, սրա վրա, որից հետո ընտրելու եք նույնը, ընկերներ ջան տեսեք, ստեղ տրոմը, էստեղ էլ տրոմ պետքա լինի, դա շատ կարևոր է, եթե ինչ-որ բան էստեղ այն չլինի, գումարը կորելու է, սեղմում եք տրոմ DRC-ի վրա, էստեղ ուրեմն պես եք պահանջում արդեն հասցեն, արդեն մենք ենք փոխանցում բրոկերի հասցեի վրա, Այստեղ արդեն ինքը տվել է մեզ հասցեն, սրան ուշադրություն դարձրեք, նույն այն ամենը, ինչ որ ես ձեզ ասում եմ, ուղարկեք միայն տրոն ու ուղարկեք ճիշտ քանակությամբ USDT, ուրեմն ադրեսը ընկերներ ջան QR-ով կամ այստեղ կարող եմ ես այստեղ օրինակ copy անել այս հասցեն, այստեղ ուղարկի զուտ paste անել, այս հասցեն կգա այստեղ կամ երկրորդ տարբերակը, ընկերներ ջան 1 վայրկյան սաջնջան, ուղարկի պահում եք QR-ի վրա մեկ րոպե, ուղղակի այսպես արագ պահում եք QR-ի վրա, ինքը նույն հասցեն դերում է, սեղմելու եք դալե, այստեղ նշելու եք ընկերներ ջան քանակը 30, սեղմելու եք դալե ու արդեն ընկերներ ջան վճարելու եք։ Հիմա այստեղ ես ուղղակի չեմ փոխանցում, քան որ իմաստ չունի, ընկերներ ջան, ես իմ հաշվին 30 USDT փոխանցեմ, բայց այստեղից արդեն դալե սեղմելով դուք արդեն փոխանցելու եք ընկերներ ջան այս գումարը ձեր ընդհանուր հասցեին։ Ընկերներ ջան, հաջորդը, որը որ ցանկանում եմ ասել, այս edge-ը փակել պետք չի, այսինքն հետ գնալ, նորից մտնել pocket option ու այս հասցեին փոխանցել պետք չի, այս հասցեն պահեք բաց, եթե համակարգչով եք աշխատում, կարող եք բնականաբար այսպես բաց պահել, անցնել OKX ու արդեն ձեր փոխանցումները կատարեք։ Եթե աշխատում եք հեռախոսով, ընկերներ ջան, ուղղակի կարող եք այսպես դուրս գալ, մտնել pocket option-ից դուրս գալ, մտնել OKX ու փոխանցումը կատարել, բայց այս edge-ից հետ գնալ պետք չի։ Շատ են հարցերը, ասում եմ մեկ անգամ, շատ լավ կլինի, որպեսզի պահպանեք, եթե դուք վերիֆիկացիան անցել եք ձեր անունով, օգտագործեք բանկային քարտ, ձեր իսկ անունով, եթե դուք վերիֆիկացիան օրինակ չեք անցնում ձեր փաստաթղթով, ունեք փաստաթղթի հետ որոշակի խնդիրներ, անցնում եք օրինակ ձեր ընկերոջ փաստաթղթով բանկային քարտը, որը որ լիցքավորում եք, կրկին պետք է լինի ձեր ընկերոջ անվանում։ Եթե ձեր ընկերոջ փաստաթղթով անցնում եք վերիֆիկացիան, հետո լիցքավորում եք ձեր քարտով, արդեն կանխիկացում։ Լիցքավորել կարող եք, բայց կանխիկացումը արդեն պետք է փոխեք կրիպտոյի։ Կարող եք օրինակ լիցքավորել, բայց երբ կա կանխիկացման ժամանակը, կրիպտոյով օրինակ USDT-ով $5 կամ $10, որը ցանկանում եք, որ պրիտոն ցանկանում եք, ուղղակի դեպոզիտ կատարեք, որից հետո արդեն կրիպտոյի վրա կանխիկացրեք, որպեսզի այդ անվանման հետ խնդիրներ չառաջանան։ Հուսով եմ ընկերներ ջան հետաքրքրեց ձեզ ինֆորմացիան օգտակար էր, հիշեցնեմ, որ մենք ունենք թիմ, սա իմ թիմն է, High Trading Signals ալիքը, որտեղ կարող եք կրկնել իմ գործարքները, բոլոր այն գործարքները, որոնք բացում եմ ես, բացում եք դուք ինձ հետ միասին։ Եվս մեկ անգամ բոլորից շնորհակալ եմ ընկերներ ջան, հաջողություն։